Փառք Նժդեհին։ Ես մի խնդրանք առաջարկ ունեմ հայ հանրությանը, նամանավանդ համացանցում ակտիվ հայերին։ Իհարկե, ովքեր թշնամու ջրաղացին ջուր են լցնում, նրանք այս խնդրանքին երևի չարձագանքեն, ընդհակառակը անեն հակառակը։ Սիրելի հայ ժողովուրդ, հայ առաքելական եկեղեցու սպասավորի կուսակրոնությունը խախտելը դա Հայաստանի պետության կամ պետականության կամ անվտանգության չի սպառնում։ Եթե կտրիճը երեխա ունի, եթե գարեգինը երեխա ունի, եթե չգիտեմ ես իմով երեխա ունի, դրանով մեր բանակի սպառազինությունը չի կրճատվել։ Մեր բանակի ազնագազմը չի կրճատվել։ Մեր բանակի ազնագազմը կրճատում է գործող իշխանությունը։ Սպառազինությունը կրճատում է գործող իշխանությունը։ Հոգևորականի կուսակրոնությունից խախտելուց մեր բյուջեն ծախսերը չեն ավելանում անհարգի։ Մեր բյուջեի ծախսերն ավելացնում է գործող իշխանությունը։ Այսօրվանից արդեն գործում է նոր ոստիկանական բան, զորամիավորում կամ չգիտեմ գվարդիա, հասկանում եք։ Եթե հոգևորականը երեխա ունի, մեր կրթությունը դրանից չի տուժում։ Մեր կրթությունը տուժում է Նիկոլի Ժաննայի, ասենք ձեռամբ Մեսրոպ Մաշտոցին ստվերելու, թաթարական գրողներ մեր գրականություն մտցնելու, Թումանյաններին հետ տանելու, հա, Շիրազ, Սևակ։ Հասկանում եք, ստեղծել են թշնամի, իրական թշնամուն թողել են, որ ինքը մտնի, մեր հայրենիքը ավիրի, չեմ ասում մենակ զորքով ու բանակով։ Հասկանում եք, մեր կրթության, մեր մշակույթի, մեր պատմության, մեր իրավունքի, այնտեղից ասում են սահմանադրությունը փոխեք, արեք, սրանք վազելով անում են։ Այսինքն թշնամին տանն է մեր։ Ու այդ թշնամուն մենք թողել ենք։ Նիկոլի համար թույլ ենք տվել, որ ինքը մի հատ թշնամի ծնի հանձինս եկեղեցու, ու հարձակվել է եկեղեցու վրա, ու մարդը ասում է տպավորություն է դառնում, որ Նիկոլն այնքան ուժեղ տղա է, հələ տեսեք թշնամու գլուխն ինչ է անում։ Հասկանում եք, եկեղեցին դարերով այդ կուսակրոնությունը մարդ արարածը կենթանի է, բոլորն էլ ուզում են իրենցից հետո ժառանգ թողեն։ Նամանավանդ հայ մարդը, տղամարդ ուզում է տղա արու զավակ ունենա։ Մարդիկ 7-8 աղջիկ են ունենում, հետո նոր մի տղա են ունենում։ Հասկանեք, սա հայի մտածելակերպ է, կապ չունի, որ ինքը դարձել է հոգևորական։ Հասկացանք, օրենք են մտցրել, խախտել են, այդ օրենքն էլ, այդ խախտումները, այդ ամեն ինչը, դա իրենց կաթսան է։ Դրանց այդ օրենք ընդունելն ու խախտելը մեր պետության եւ պետականության, մեր բյուջեի, մեր անվտանգության, հասկանում եք, վրա չի ազդում։ Մենք սարքել ենք եկեղեցուն թշնամի, մենք չէ, էլի Նիկոլին թույլ ենք տվել նկարագրի որպես թշնամի, ինքն էլ դե որ Ալիևի վրա ուժը չի պատում, եկեղեցու վրա է իբր թե պատում, իբր թե որտեղ ինքը շատ ճիվաղ է, ինքը չի կարող եկեղեցու հետ կռվել։ Ուղղակի կաթողիկոս չի, այսինքն իրենց թիմից է։ Այդ արճակատման ժամանակ ո՞նց է Ալիևը սրան ճնշում, սա նահանջում է, պայմանավորված չէ, որ Ալիևը ճիշտ դուրս գա։ Կաթողիկոսները նույն բանն անում, սա էլ այստեղ կաթողիկոսի վրա է հարձակվում, նա է այնտեղ նահանջում։ Բայց իրականում ով է ասել, որ arczepiskopos-ը եթե երեխա ունի, վերջ Հայաստանը կործանվեց։ Այդ Ալիևի այդքան զինվելը, այդքան բաները, անպագորգոր հայտարարությունները, մեզ ցեղասպան սարքելը մեր խնդիր չի դա մեր համար։ Կտրիչ երեխա ունենալը դարձել է խնդիր։ Ու այդ խնդիրը պարտադիր պետք է լուծվի, որ չլուծվեց Հայաստանը կկործանվի, հա։ Նիկոլականներ, ես ձեր ինչն եմ ասել, հա, դուք ինչ եք այդքան տականք ծնվել, արա։ Ինչ եղավ ձեզ, որ Նիկոլը չկար նորմալ մարդիկ էիք, արա։ Ո՞նց եկավ ձեր ուղեղը կերավ այդ որդը։ Դուք հասկանում եք ինչն է կարևոր, ինչը չէ։ Ո՞նց կարա կտրիչի երեխա ունենալը Ալիևի զինվելուց ավելի ծանր լինի։ Կամ Ալիևի այդ հայտարարություններից, որ Հայաստանը արևմտյան Ադրբեջան է, պետք է մտնենք, պետք է վերցնենք։ Ուրեմն դա հեչ, կտրիչ երեխա ունենալը մեջ։ Լավ։ Բա որ պարզվեց, բոլոր arczepiskopos-ները երեխա ունեն։ Մեր եկեղեցու, որը չեն բացառում։ Կարող է բոլորն էլ երեխա ունեն, գաղտնի ամուսնացել են։ Ինչ եք անելու, եկեղեցին փակելու եք։ Հա, ճիվաղներ։ Շուքյուրին եք բերելու,
Ալի Փաշազադեյա, ինչ ալի շուքյուր Փաշազադեյա, Նիկոլի հորովպորտող ունեք, բերելու եք ասեք արի ժամանակը որ տիրություն արա, մինչև մեր բաները, սարկավագները, բաները, վարտապետները կաջենք հասնեն բանի, եպիսկոպոսի նոր եկեղեցին կտանք իրենց։ Էս եք անում դուք։ Էս եք անում, հա։ Ձեզ թվում է, որ ասենք Նիկոլը սրանց կամելա, պարտադրում է, եթե եկեղեցին հանգարց մի հատ եպիսկոպոսի Պաշտոնան կարեց, զրգեց այդ բանից, որ երեխա ունի, Գարեգին բին, բոլոր հոգևորականներ Գարեգին բին, վիզը փոգեք։ Վիզը փոգեք, եթե հանգարց ինքը թույլ կտա, տեղի կտա, որ կակոյնի բույս մի հատ ճիվախ Նիկոլ շատ կներեք, ես ռուսերեն եմ ասում, որտեղ ինքը Պուտինի ղազն է։ Որ կարա մտնի այնտեղ Ալիևի դեմ կռիվը թողած, եկեղեցու դեմ կռիվ է տալիս։ Որ Վազգեն առաջինը լիներ, Խրիմյան հայրիկը լիներ, որ դες բաներ աներ Նիկոլ։ Հա? Պուտինի ղազին դեմ եք արել, որ Պուտինի ղազը հետ քայլանի դու առաջ գնաս, ժողովրդին ցույց տաս, «Ինչ տղա է, պապ թակավորն է դարել եկեղեցու»։ Արա պապ թակավորը եկեղեցիա ուժեղացրել։ Պապ թակավորը եկեղեցուն անջատել է Հռոմից։ Ոչ թե եկեղեցուն խերջացրել է, եկեղեցուն անկախացրել է։ Նիկոլը պապ թակավորի հետ ըսկի կապ չունի։ Հակապատկեր են։ Բայց մի կողմից էլ լավ է, թող բոլորի թերությունները սենց ակնհայտ դառնա, բայց ամենամեծ թերությունը Նիկոլինն է։ Որ հաջորդ անգամ այս թերություններին մենք ազգային ծրագիր կառուցելուց, կազմելուց, մշակելուց, այս բոլոր թերությունների վրա ուշադրություն ենք դարձնելու, որ էլ Նիկոլ չծնվի, որ ստորածինը էլ չկրկնվի մեր պատմության մեջ։ Ես եկեղեցու կողքին եմ։ Ով ուզում է երեխա ունենա, այս չէ դակրում։ Եթե ինքը ծառայել է հայրենիքին, եթե ինքը Հայաստանին նպաստ է բերել, եթե ինքը դեմ է թշնամիների դեմ պայքարել է, ուզում է 100 երեխա ունենա։ Ինձ դա չի անհանգստացնում։ Ով հայրենիքը դավաճանել է, ուզում է կուսակրոն լինի, ուզում է վարչապետ լինի։ Ես նրանց մահն եմ։ Հասկացաք, ես երեխային դեմ չեմ։ Հայ մարդը պետք է երեխա ունենա, ուզում է հոգևորական լինի, ուզում է չգիտեմ ես ինչ լինի, բացառությամբ դավաճաններից, Նիկոլից ու Նիկոլանամաններից, դավաճանը միշտ դավաճան է ծնում։ Նիկոլը պետք է զավակ չունենար։ Ցավում եմ, բայց ունի արդեն։ Խոյեմ եղեք։